Հոկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Սևքար համայնքում բազմաթիվ տավուշցիներ հյուրեր էին համախմբվել։ Բացվում էր Ավետիս սոցիալ-կրթական կենտրոնը։ Նախկինում այստեղ երաժշտական դպրոց է գործել, ժամանակի ընթացքում չվերանորոգվելով շենքը քայքայվել ու վատթար վիճակում է հայտնվել։ 2004 թվականին այն հայ առաքելական եկեղեցուն է փոխանցվել լուսահոգի Սեպուխ arczepiskopos Չուրջյանի ջանքերով։ Երկար տարիներ այս կենտրոնը բազմաթիվ երեխաների համար կրթության ու հոգևոր դաստիարակության անկյուն է եղել։ 2025 թվականի մայիսից Տավուշի թեմի առաջնորդական փոխանորդ Սամվել Վարդապետ Մխիթարյանը բարերար անձանց օգնությանն է դիմել կենտրոնը հիմնովին նորոգելու համար։ Այդ գործին իրենց օժանդակությունն են բերել Սասուն Ավետիսյանը, Հակոբ Մենեմշյանը, Կարեն Գրիգորյանը, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արևելյան թեմը։ Թեմակալ առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսեմյանը շնորհակալություն հայտնեց ամենքին հիշարժան օրվա համար։ Սրբազանի համար նվիրական են Սևքարում անցկացրած մանկության օրերը։ Մայրը Սևքարեցի է Բաղանց Գերդաստանից։ Երեխա ժամանակ ասում է այս սարերում շատ եմ վազվզել։ Հիմնանորոգված կենտրոնում տնօրտնյաց կարգ կատարվեց, հոգևորականներն օրհնեցին հարկը, բարի ընթացք ստեղծագործ ուսումնական տարի մաղթելով երեխաներին։ Այս կենտրոնում արդեն իսկ Ավետի սոցիալ-կրթական կենտրոնում ոչ միայն հաճախելու է Սևքար համայնքի սահմանամերձ գյուղի երեխաները, այլ նաև շրջակա համայնքների՝ Կիրանց, Բերքաբեր, Սարի գյուղ, Ներքին Ծաղկաման եւ Աճարկուտ գյուղի այդ բոլոր երեխաները եւ կենտրոնը գործելու է բացառապես անվճար հիմունքներով։ 5 խմբակ է գործելու սամբոյի, կարուձևի, գորգագործության եւ կարպետագործության, նկարչության, 11-ից 16 տարեկան 85 սան կարող է ընդգրկվել։ Մեծ սիրով կոչ ենք անում բոլոր ծնողներին, իրենց երեխաներին ուղարկեն մեր մոտ, մենք մեծ սիրով կդասավանդենք երեխաներին։ Բոլոր ամեն ինչը անվճար է տրամադրվում, բոլոր նյութերը, առարկաները անվճար են։ Գորգագործությունն ու կարպետագործությունը մեր մշակույթի ու ինքնության մի մասն են կազմում ու շատ հաճելի է, երբ որ երեխաները սկսել են զբաղվել ու ուզում են հաճախել այս տարիքից։ Այս պահի դրությամբ 7 հոգի է դեռ, բայց գրանցումը դեռ չի փակվել ու դեռ շարունակվում են երեխեքը գրանցվել, որ հաճախեն։ Միայն կարը չի, մնացած խմբակներն էլ կան, որ գործի լավ կնի, երեխաները տեղ կունենան հաճախելու, թե չէ դպրոցից հետո էլ տենց գյուղում չկար, ասենք, քաղաքի պես չի, էլի գյուղա, որ կարողանային այդ երեխաները ինչ-որ տեղ, ինչ-որ բանից օգտվեն, ինձ թվում է լավ կլինի։ Ավետի սոցիալ-կրթական կենտրոն երեխաները շաբաթվա մեջ 2 օր երկուական ժամով են հաճախելու հանրակրթական դպրոցի դասերից հետո։ Ավետիսի հոգևոր տեսուչ Տեր Արամ Քահանա Բաղումյանի խոսքով սահմանամերձ գյուղերի երեխաների հիմնական խնդիրը զբաղվածության հետաքրքիր առօրյայի ապահովումն է։ Տեր հայրը վստահ է այս հարկում անցկացրած ժամերը սաների համար ամենասպասվածն ու սիրելին են դառնալու։ Կենտրոն, որը որ պիտի մոտեցնի իրենց ավելի Աստծուն։ Կենտրոնը առաջին հերթին պիտի ծառայի նաև եկեղեցանպաստ իր գործունեությամբ, որտեղ որ պիտի գործեն նաև երիտասարդաց միությունը, պիտի գործի նաև Աստվածաշնչի ընթերցանության խմբակը, հետագայում նաև ծխական խորհուրդը, ինչպես նաև եկեղեցասեր տիկնաց միություն պիտի կազմվի։ Սրանք ապագայի հետ կապված ծրագրեր են, որոնք որ Աստծու կամոք պիտի իրագործվի։ Տոնական օրը շարունակվեց 2 պարով հյուրասիրությամբ։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, եկեղեցական կյանք։